Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանն է։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, այս օրերին դուք եւս մամուլին հետևում եք, գիտեք, որ մի քանի հոգևորականներ հրավիրվեցին քննչական կոմիտե։ Պատճառն այն էր, ըստ քննչական կոմիտեի, որ դատական ակտի կատարմանը նրանք խոչընդոտել են։ Ես պիտի հիշեցնեմ, խոսքը ինչին է վերաբերում։ Խոսքը վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարյանի դատական հայցին ընդդեմ եկեղեցու, ըստ որին նա պահանջում է, որպիսի իրեն վերականգնեն իր պաշտոնում, եւ այստեղ տեսակետներ հնչեցին, որ իմիջիալս դրանք հասարակական քաղաքական դաշտում հնչող տեսակետներ են, որ սա արվում է այն պատճառով, որ այս անձինք չբացակայեն երկրից, արգելք որպես այդպեսին խափանման միջոց կիրառվի, որպիսի տեղի չունենա արտերկրում նախատեսված գերագույն հոգևոր խորհրդի անդամների կամ եպիսկոպոսատ ժողովը։ Ձեր կարծիքը ընդհանուր առմամբ էս իրավիճակին, նախ քննչական կոմիտե հրավիրված հոգևորականների մասով եւ նաեւ արդյոք դուք մտածում եք, որ կարող են կամ հիմնավոր են այն կասկածները, որ դա հատուկ խոչընդոտելու համար է տեղի ունենում պետության կողմից այն էլ։ Տեսեք, 6 հոգու բացակայությունը այս պարագային, եթե եպիսկոպոսատ ժողովը տեղի ունենա, բացարձակապես չի ազդի այդ ժողովի լինել եւ կամ չլինելուն, որովհետեւ երկու երրորդ մասը, այսինքն մոտ 30-30 հոգի եթե ներկա գտնվեցին ժողովին, ապա քվորումը ապահովում է եւ եպիսկոպոսական ժողովը տեղի ունենում է։ Եվ ես չեմ մտածում, այդ 6 հոգին ինչ որ դեր կխաղային, որ տեղի չունենար, եւ ամենևին էլ չեմ կարծում, որ դա հատուկ արվել է դրա համար։ Բնականաբար մեկնաբանությունները տարբեր պիտի լինեն եւ շատ մարդիկ կտարակուսեն նաեւ իմ ասածից, թե դու ինքդ հոգեվորական եւ նման բան ես ասում, բայց այստեղ զուտ դիտարկենք այս խնդիրը քաղաքացու տեսանկյունից։ Յուրաքանչյուր քաղաքացի օրենքի առջև պարտավորություններ ունի։ Եվ հակառակ դեպքում այդ պարտավորություն չկատարելու դեպքում նույն օրենքն էլ նաեւ որոշակի սանկցիաներ կամ պարտավորություններ հավելյալ դնում է, որպեսզի դա իրականացվի։ Այսօր դա է տեղի ունեցել։ Ինչու շատ ավելի ագրեսիվ, սենց ասենք, եւ շատ ավելի այդ ամենը ընկալվում, որովհետեւ առ այսօր երբևիցե չի եղել նախադեպը, որ որևիցե մի հոգեվորական եւ կամ հոգեվորականներ դիտարկվեն քննչական կոմիտեի կողմից որպես օրենք խախտողներ։ Եվ սա է պատճառը, որ ավելի շատ նման կարծիք է ձևավորվում եւ նման բուրըն կերպով են արձագանքում ժողովուրդը։ Ներեկեղեցական հարցերը աշխարհիկ դատարաններով լուծելը իսկապես նախադեպային է։ Սա լավ է թե վատ։ Դա հնարավոր է թե ոչ։ Շատ վատ է, որովհետեւ եթե նայենք տեսնենք պատճառը ինչն է, Գևորգ Սրբազանը ասաց, որ այլևս ինքը չէր կարող իր իրավունքը իրացնել եկեղեցում եւ որևիցե մի կերպով չէր կարող իրեն պաշտպանել եւ հնարավորություն չեն տվել։ Եվ այդ իսկ պատճառով նա դիմել է որպես քաղաքացի դատարան, որպեսզի իր իրավունքը պաշտպանվի։ Սա կարող է նաեւ մյուս կարգալույց հռչակված հոգեվորականների համար նախադեպային լինել, որպեսզի իրենք էլ նույն քայլին դիմեն։ Եվ նախորդ ժամանակը ես շատ ցավ եմ ապրում, որ դա տեղի ունենում, որովհետեւ ցանկացած զանցանքի պարագային պետք է հնարավորություն տրվի այդ մարդը, ով թվացial կամ ոչ թվացial զանցանքը կատարել է, հնարավորություն ընձեռվի իրեն, որպեսզի ինքը արդարանա եւ ասի իր խոսքը։ Եվ այդ ատյանը հենց դրա համար է, որպեսզի այդ ատյանը քննի թե մեղադրող, այսպես ասած, եւ թե պաշտպանող կողմը եւ արդարացի որոշում ընդունի։ Նախորդ բոլոր տարբերակներում տարիների ընթացքում ինչքան կարգառույց եղել են, բնականաբար ես հիշում եմ նման ատյաններին իրենք առիթ ունեցել են խոսելու եւ առիթ ունեցել են պաշտպանվելու եւ իրենց տրված մեղադրանքները երևի թե այդ ատյանը համարել է բավականին ծանրակշիռ, որով իրենք այդ կարգից զրկվել են։ Ես չեմ կարծում, որ սա նախադեպ կդառնա եւ բոլորը կսկսեն դատարան դիմել վերականգնելու համար իրենց կարգավիճակը։ Տեր հայր, հետևում եք մեկնաբանություններին։ Ընդդիմադիր դաշտում եւ նաեւ ընդդիմադիր կողմը հարող փորձագետներ, հասարակական քաղաքական գործիչներ այն ինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ անվանում են հակաեկեղեցական արշավ։ Ի տարբերություն իշխանական կողմին պատգամավորներ էլի հասարակական քաղաքական գործիչներ այս մասում, որ ասում են սա բարենորոգման ճանապարհն է։ Դուք այն հոգևորականների շարքում եք, ովքեր որ ընդունում են, որ սա եկեղեցու բարենորոգման ճանապարհն է, եւ դուք միացել եք դրան։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Ի վերջո այդ բարենորոգումը տեղի է ունենում, տեղից շարժվում է, ինչ իրավիճակ է եկեղեցում։ Արդյոք պառակտված է եկեղեցու հոգևոր դասը
իրարից։ Գիտեք, չէ, ասի պարակտված է, բայց գաղափարական տարբեր բևեռներում են գտնվում։ Ինքնին մենք շարունակում ենք յուրաքանչյուր հոգևորական, ովքեր որ պահանջում են այդ բարենորոգումը, ովքեր որ կարիքը չեն գտնում այդ բարենորոգման, շարունակում ենք մեր առաքելությունն իրագործել։ Քրիստոսի լույսը սփռել եւ մարդկանց հոգևոր խնամքը տածել։ Բնականաբար այս ամենով հանդերձ նաեւ սարսափելի շատ գեներացվում է ատելություն։ Որ կողմից, ում նկատմամբ։ Բարենորոգումը պահանջող հոգևորականների, բնականաբար ես կոնկրետ խոսեմ հոգևորականների մասով եւ խոսքեր, լուտանքներ, հայոյանքներ, այս ամենը բնականաբար որևիցե խնդիր չեն լուծի։ Մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք, եւ որևիցե մեկ իրավունք չունի բռնանալու, եւ հենց այդ բռնանալու համար է որ այս ամենը իրականացում է, որ որևիցե մեկը լինի ազատ իր գործերի եւ իր խոսքերի մեջ, չափի եւ բնականաբար պաշտպանության մեջ։ Եվ այս օրերի ընթացքում մենք շատ զգում ենք այդ նեգատիվը, որը որ դուրս է գալիս, թե աշխարհիկ մարդկանցից, երբեմն նաեւ հոգևորականներից, եւ ցավալին այն է, որ աշխարհիկ մարդիկ մեծամասամբ նրանք, ովքեր որ երբևիցե կարելի ասել եկեղեցու տեղը եւ պատարագի մասին գաղափար չեն ունեցել, ավելի շատ նրանք են խոսում այդ ամենի մասին։ Պարզ եւ հասարակ հավատացյալը, ով իր համար ամենակարևորը համարում է շփումը Աստծո հետ, փորձում իրեն զերծ պահել այս ամենից եւ անշեղորեն իր հավատացյալի ճանապարհով ընթանալ։ Ձեր, այսինքն 10 եպիսկոպոսի քայլը քննադատվում է նաև այն պատճառով Տեր Հայր, որ իրենք ասում են դուք ձեր քայլով թույլ եք տալիս կամ հնարավորություն եք ստեղծում, որպեսզի պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին, որը չի կարելի, եւ շատ դեպքերում իրենք չեն ընդունում, որ եկեղեցին որոշ հարցերում ուղղակի խառնվել է պետության գործերին։ Հենց ամեն ինչ սկսվել է դրանից, որ առիթ է եղել եւ եկեղեցին խառնվել է պետության գործերի մեջ։ Բայց արդյոք այդպես է։ Ես կարծում եմ, որ այո, եղել են դեպքեր, որով եկեղեցին ներքաշվել է քաղաքական խաղի մեջ։ Բայց ինչու։ Թերևս ըստ իս քաղաքական տարբեր բևեռներում կանգնած կուսակցական միավորումների շահի պատճառով, որով այդ ամենից պետք է եկեղեցին զերծ մնար։ Երբևիցե եկեղեցին չպետք է որևիցե մի քաղաքական ուժի շահերը պաշտպանի եւ կամ առաջ տանի եւ կամ խրախուսի իր գործով։ Եկեղեցու առաքելությունը այլ է։ Եկեղեցին կոչված է մարդկանց մեջ խաղաղություն եւ հաշտություն մտցնել։ Այս ամենը նման է տարիներ առաջ Նիսում տեղ ունեցած իրադարձություններին, երբ որ հոգևորականը համայնքը, որ բաժանվել էր երկու ստեգ, փոխանակ համայնքը հաշտեցնի, ինքը պարզապես կանեց համայնքներից այդ երկու համայնքի մի երկու կողմից մեկի կողմը, պաշտպանելով նրան եւ հակառակ դուրս գալով մյուսին։ Եվ սա առիթ դարձավ, որ այդ համայնքը վերջնականապես պարակտվեց եւ Նիսի եկեղեցին այլևս հոգևոր հովիվ չունի։ Եվ սա փոքրիկ մակետն էր, կարելի ասել, եւ այսօր մենք այս ամենը տեսնում ենք ավելի մեծ մասշտաբով, ավելի մեծ խնդիրներ հարուցող պարագաներով։ Ես կարծում եմ, որ երբևիցե եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցին կարող է եւ պետք է համագործակցել պետության հետ, կառավարության հետ։ Անկախ թե ով է իշխանությանը, սիրելի մարդ թե ատելի։ Բայց նախկինում նույն մայրաթորը լուր է շատ հարցերում, այսինքն համագործակցում էր այն ժամանակ։ Իրենց սիրելի կառավարություններն էին։ Չեմ կարող ասել, բայց նախկինում համագործակցության քայլեր տեսել ենք ընդհանուր ինչ-որ։ Եթե չեն համագործակցել ներողություն, ապա լռել են շատ կարևոր օրհասական պահի։ Բայց հիմա ներողություն մայրաթորից տարբեր պատճառներով, առիթներով հնչում է հայտարարություն, որ իրենք շատ օրհասական պահին ուղղակի ուզեցել են պետության կողքին կանգնել։ Այսինքն դա իրենք չեն որակում, որ իրենք մտել են քաղաքականություն կամ պաշտպանում են նախկին այս կամ այն կուսակցության շահերը կամ քաղաքական որևէ գործունեություն են ծավալում, այլ իրենք ասում են երկրը օրհասական իրավիճակում է կանգնած եղել պատերազմից հետո եւ մենք այսպես թե այնպես պիտի մեր դերը կատարեինք փրկության համար։ Տեսեք, պատերազմից հետո բոլորը պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Թե եկեղեցին, թե հասարակական կազմակերպություններ, քաղաքացիներ, բոլորը։
ի թվս որոնց նաև ես, իմ որպես իմ քաղաքացի լինելով։ Տեղ ունեցավ հրաժարական եւ տեղ ունեցան նոր ընտրություններ եւ ընտրվեց ներկայիս վարչապետը։ Դրանից հետո ձեր դիրքորոշումը փոխվեց։ Չի փոխվել, ես իմ կարծիք ունեմ ներքին, բայց այլևս արդեն ընտրությունը կատարել է։ Եթե ժողովուրդը հարմար է գտել իրեն ղեկավար այս մարդուն եւ դա տեղի ունեցավ, ուրեմն նշանակում է նա էլ ղեկավարն է։ Լավ թե վատ, մենք պարզապես պետք է ամեն մեկս մեր գործը իրագործենք։ Յուրաքանչյուր անձ, ամբողջ խնդիրը մեր գիտեք ինչու՞մն է կանում, որ որևիցե մեկը չի զբաղվում իր գործով։ Եթե դու երգիչ ես, ապա պետք է երգես, եթե բժիշկ ես, ապա պետք է բուժես։ Ամեն ինչ խառնվել է, սկիզբ եւ վերջ։ Եվ սա է պատճառը, որ յուրաքանչյուր մարդ փորձում է իրեն ներկայացնել ամենամեծ քաղաքագետը եւ ամենամեծ քաղաքական գործիչը, փորձելով իր կարծիքով եղանակ ստեղծել եւ կամ պարզապես կարծիք արտահայտել, որքանով դա ճիշտ է եւ կամ սխալ, կարեւոր չէ, կարեւոր ինքը ձգտում է այդ կարծիքը արտահայտել։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թե պետություն եւ թե եկեղեցի պետք է ամեն մեկ իր գործով զբաղվեն։ Իշա հայ ժողովրդի։ Եվ եկեղեցին պարզապես չպետք է խառնվի որևիցե պետական գործընթացի մեջ, այլ ընդհակառակը համագործակցի, որպեսզի կարողանա եկեղեցին իր առաքելությունը իրագործել, կարողանա այն ինչի համար կոչված է կյանքի կոչել։ Դեր այլ մյուս կողմից էլ ասում են պետությունն է խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Պետությունն էլ դա պիտի չանի։ Նույն այդ բարենորոգման ճանապարհային քարտեզը, թե ինչպիսին պիտի լինի, իրենք էլ դա որակում են, որ սա էլ պետության կողմից եկեղեցու ներքին գործերին միջամտություն է։ Սրան ոնց կարձագանքեք։ Եթե եկեղեցին խառնվել է պետության գործին, պետությունը կխառնվի եկեղեցու գործին։ Տրամաբանական չէ։ Բայց դա պետք է։ Ես չեմ ասում, որ դա պետք է։ Ես ասում եմ, ինչ որ տրամաբանական է այսօր։ Այսինքն եթե եկեղեցին այս բարաբան սխալ է անում, պետք է որ պետությունն էլ նույն սխալը շարունակի։ Սխալի կամ սխալի խնդիրը չէ։ Պարզապես եթե փորձում ես կազմակերպել ինչ-որ մի բան, ես չեմ թույլ տա այդ կազմակերպելը։ Ցանկացած այսինքն նեղություն հիմա պետությունը խառնվում է եկեղեցու ներքին գործերին հարցեր փորձում է լուծել նույն այս բարենորոգման ճանապարհը դա է նշանակում։ Ես չէ, բարենորոգման ճանապարհը բացարձակ դա չի։ Մեր 10 եպիսկոպոսները միանշանակ կերպով չեն հանդուրժել որոշ բաներ եւ իրենց ճանապարհային քարտեզում դա ցույց են տվել։ Եվ բնականաբար այս ամենը պետության կողմից չասեմ հովանավորվում է, բայց խրախուսվում է, որովհետեւ վերջի վերջո եկեղեցին պետք է զերծ մնա բոլոր այն ամենին, ինչի մասին գրված է բացասական, որը որ նաեւ ազդում է, այո, պետության վարկի եւ կամ պետության ինչ որ որոշակի հարցերին։ Ես չեմ ասում մեկը մյուսի գործին խառնվում է, բայց եթե մեկը մյուսին խառնում է, մյուսն էլ իրեն վերապահում է խառնվել, եթե այդպես է։ Ես այդպես եմ մտածում։ Այս ամբողջ իրադարձությունների ընթացքում պարբերաբար հարց է հնչում, լավ, եթե եկեղեցու ներսում կային իսկապես խնդիրներ, տարբեր խնդիրներ ու խորքային խնդիրներ, ինչի դրա մասին ավելի վաղ չէին բարձրաձայնում այդ ամենի մասին շատ վաղ բարձրաձայնվել է եւ ասվել է, բայց որևիցե մի լուծումներ չի գտնվել։ Հրապարակային են ասվել, թե ներքին քննարկումներ, որովհետեւ դեռևս այդ ամենը հրապարակային կերպով որևիցե կերպով չէր խոչընդոտել հասարակության անդոր, եթե կարելի այսպես ասել։ Շատ խնդիրներ եղել են եւ շատ խնդիրների մասին բարձրաձայնվել է։ Տարիներ շարունակ քահանայական հավաքների ընթացքում քահանաներով որոշակի խնդիրներ են առաջ քաշել, նաև 18 թվականից սկսած եկեղեցականների վերապատրաստման գործընթացի ժամանակ նույնպես շուրջ 6 տարի տևած, հա, այդ գործընթացի ընթացքում տարբեր քահանաներ տարբեր երկրներից, երկրամասերից եկել եւ անցել են եւ վերջում յուրաքանչյուրը մեկը մյուսին չնմանվող, չկրկնվող առաջարկություններով հանդես է եկել, որոնք որ պարզապես մնացել են թղթի վրա եւ որևիցե մի արձագանք չեն գտել։ Ինչու հիմա սրվեց։ Արդյոք դրան նպաստեց նաեւ կաթողիկոսի ենթադրյալ երեխա ունենալու մեկնաբանությունները, նրա եղբոր գործակալ լինելու մեկնաբանությունը, ինչ պատահեց, որ հիմա սրվեց։ Այդ ամենը սրվեց Արշակ Սրբազանի հետ կապված իրադարձություններով, դեպ այսօր կալանքի ժամկետը երկարացրեցին 2 ամսով։ Այո, որոնց պատշաճ կերպով վեհապար հայրապետը ընթացք չտվեց։
Այսինքն եթե դժգոհությունը ավելի շատ այդտեղից սկսեց առաջացավ եւ ի հայտ եկավ։ Մենք այս ամենի մասին շատ ենք լսել եւ մեր եպիսկոպոսները դրա մասին խոսել են, առավել եւս հենց Գևորգ Սրբազանը շատ է անդրադարձել այս ամենին։ Ներսում ինչ իրավիճակ է։ Ձեզ ո՞նց են վերաբերում ներսում։ Ներսում հոգևորականները։ Եկեղեցու ներսում այսպես հավաքական ասեմ, չեմ ուզում տարանջատել ձեր Առիթ չի եղել, որ մնացյալ հոգևորականների հետ շատ շփվել, բայց յուրաքանչյուր հոգևորական լինում են դեպքեր, երբ ձեզ անվանում են տիրադավներ։ Դա ձեզ համար արդյոք խոցելի չէ։ Ծիծաղելի է, որովհետև իրականության մեջ չի կարող որևիցե մի հոգևորական, ով բողոքի ձայնը բարձրացրել, տիրադավ լինել։ Տիրադավ բառը ավելի վերաբերում է Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Եվ որևիցե մի հոգևորական, ովքեր որ այսօր կանգնած են այդ բարենորոգման ընթացքին, ճանապարհի վրա, որևիցե մեկը Տիրոջը չի դավել, չի դավաճանել։ Տիրադավ էր Հուդան։ Իրենք ասում են կաթողիկոսին։ Տիրադավ էր Պետրոսը, որ զղջաց հետ դարձավ, իսկ հավասարեցնել վեհապար Հայրապետին կամ մարդուն Տիրոջ հետ, եւ եթե այդ մարդու հետ համաձայն չես ու դու կոչվես տիրադավ, դա անհեթեթություն է։ Եվ վիրավորանք, որը որ բացարձակապես որովհետեւ կերպով մեզ վրա չի ազդի, որովհետեւ չկա այդ ամենը։ Մենք շարունակում ենք մեր ծառայությունը, եկեղեցնում պատարակ ենք մատուցում, շփվում ենք ժողովրդի հետ, շփվում ենք մեկս մյուսի հետ, իդեպ անդադարելով ձեր հարցնել, շատ այլ հոգևորականների հետ շփվում եմ, շատ ջերմ, շատ լավ, մարդիկ, ովքեր որ կան, որ չեն կիսում իմ կարծիքի ինձ հետ, այնուամենայնիվ շատ հրաշալի նույն կերպ երբեմն նաև ավելի հայկական բարգաջիգարով կարող են շփվել։ Կան եւ հոգևորականներ, ովքեր շատ սառն են իրենց պահում։ Ոմանք էլ վիրավորական ինչ որ արձագանքներով սոցիալական կայքերում։ Այսինքն միանշանակ չես կարող ասել, որ ձեր շփումներում տեսնում եք, որ կան նաև հոգևորականներ, ովքեր կուզեին ձեր կողքին, այսպես ասած, կանգնել, բայց ինչ-ինչ պատճառներով դա չեն անում, այսինքն քայլերի չեն գնում, չեն ուզում դեռևս խոսել, որ խնդիրներ կան եկեղեցում։ Որտեվ շատ-շատերի հետ ես խոսել եմ միջև այս ամենը, եւ շատ-շատ խնդիրներ, որոնք մենք բարձրացել ենք մեկս մյուսին 3-4-ով 5-ով սեղանի շուրջ նստած այս ամենին, իրենք համաձայն են եղել, որ այդ խնդիրները կան եւ այդ խնդիրները պետք է լուծվեն, որովհետեւ այդ խնդիրները վերաբերում են թե եկեղեցուն եւ թե առավել եւս եթե սուբյեկտիվ մոտենանք այս հարցին հոգևորականներին, նրանց ներկայից եւ նրանց ապագայի հետագայում արդեն ծերության հասնելու ժամանակահատվածին եւ կամ իրենց ընտանիքներին սոցիալական ապահովման եւ շատ այլ հարցերում բոլորը որոնց հետ մենք զրուցել ենք այդ խնդիրը եւ այդ կարծիք ունեցել են թե ինչու իրենք այս պահին չեն կարողանում իրենց ձայնը բարձրացնել չեմ կարող ասել չեմ պնդի, որ իրենք վախենում են, չեմ պնդի, որ իրենք ինչ-որ մեկ բան են անում։ Յուրաքանչյուրը իր մոտեցումն ունի, բայց որ յուրաքանչյուրի մեջ խորքում այդ համոզմունքը կա, որ այո, խնդիր կա այսօր եւ այդ խնդիրը պետք է լուծել, դա միանշանակ է։ Տեր հայր, այդ խնդիրը ո՞րն է։ Կաթողիկոսի հեռանալն է։ Եկեղեցու մեջ տարիների ընթացքում ծառացել են բազմաթիվ սոցիալական, կանոնական խնդիրներ։ Որոշումներ, որոնք որ ժամանակին կայացվել են, բավականին միանձնային եղել, որոշումներ, որոնք որ վերաբերում են հոգևորականների ծառայության հետ կապված, նրանց կարգավիճակի, նրանց սոցիալական, տնտեսական վիճակի հետ կապված, եւ կամ պարզապես հստակ տարբեր բաների եւ ամենակարևորը, որը որ միշտ էլ եղել է անդադ այդ միտումը, որ եկեղեցու հոգևորականը պետք է անմիջապես կամ պարտադիր կերպով մասնակցի որոշակի քաղաքական հոսքերի ընթացքներին։ Կաթողիկոսի հեռանալով ձեր ասած խնդիրները լուծում կստանան բարենորոգման ճանապարհը այդ քարտեզը տալիս է։ Այստեղ միայն հեռանալը չէ, այստեղ միայն հեռանալը չէ։ Այստեղ այն է, որ եթե նման իրադարձություն նման կերպով շարունակվեց եւ դասավորվեց այդպես, ապա նոր կաթողիկոսի ընտրությամբ, նոր կանոնադրության սահմանումով դա մեկ օրում չի լինի։ Այդ ամենը բնականաբար պետք է շտկվի եւ գա ամեն մեկ իր տեղը։ Բայց դուք տեսնում եք հնարավորություն ազդակ, որ նա կարող է հեռանալ, ուզում է հեռանալ։ Ի վերջո այս process-ը արդեն երկար ժամանակ է շարունակվում, բայց դեռ ազդակ չենք տեսնում։ Բայց ցավալի է, որովհետեւ որքան խորանա այս խնդիրը, ավելի ցավալի է դառնալու։ Ավելի հասարակության մեջ պարակտում է առաջանալու։ Եկեղեցին շատ ծանր օրեր տարել է միշտ։ Մենք
միջնադարում դրանից վաղ ժամանակներում ունեցել ենք ավելի ծանր վիճակներ, երբ որ եկեղեցին գրեթե կործանման եզին եղել խորհրդային շրջանում Մարիա վանքը ապրել այնպիսի մի ժամանակաշրջան, որ վանքում եղել են 1 կամ 2 հոգևորական, 3 հոգևորական կաթողիկոսի հետ միասին, բայց այնուամենայնիվ այդ բոլորը լուծվել է, այդ բոլորը հասել է իր երջանիկ ավարտին։ Եվ ես մտածում եմ, որ սա նույնպես փորձության մի ընթացք է։ Փորձություն, որ մենք պետք է անցնենք եւ այդ փորձության միջոցով ավելի կոփված, չգիտեմ, ավելի զորացած դուրս գանք, հաղթանակած։ Ես այնուամենայնիվ ասում եմ, որ ցավալի է այս երևույթը։ Որևիցե մի հոգևորական չէր ուզենա, որ այս ամենը տեղի ունենար։ Որևիցե մեկը։ Որովհետեւ այս ընթացքում նորից եմ ասում, շատ նեգատիվ է կուտակվում գեներացիոն ժողովրդի մեջ։ Գնալով սերը պակասում է ժողովրդի մեջ։ Միջև այդ ես մի շատ չկարել, հա, իսկ այսօր ավելի շատ ատելություն, այսինքն ինքն իրան չէ, կան մարդիկ, ովքեր որ փորձում են ատելությունը գեներացնել եւ այդ ատելության շնորհիվ կարողանան ինչ որ մի բանի հասնել։ Չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բոլոր սոցիալական հարթակներով բարենրոքման ձգտող եւ կամ այդ հարթարությունը տված հոգեվորականները եւ նրանց միացած հոգեվորականները որևիցե մեկի նկատմամբ վիրավորանք հնչեցրել են եւ հակառակը։ Մենք տեսնում ենք, որ իրոք այդ ատելություն կողմից է գալի։ Բնականաբար իրենք ասեն, դե դուք ուզում եք քանդեք եւ այլն, մենք դες սենց ատում ենք եւ ուզենալով չի։ Որևիցե մի հոգեվորական, առավելևս մեր շատ պատվելի սրբազաններ, ովքեր որ անցել են 50-40 տարվա եկեղեցական ընթացք, որևիցե մեկը չի գնա այն քայլին, որ ուզենա իր եկեղեցին պառակտել, եկեղեցին, որին ծնունդ եւ հասակի պարգևել։ Իմաստություն է տվել։ Եվ իրենք ուղնուցուցով ծառայում են այդ եկեղեցուն։ Գիտակից կյանքից յուրաքանչյուր հոգևորական, որ այսօր հոգևորական է 18 տարեկանից, 17 տարեկանից այս ասպարեզում է ծառայություն մատուցում։ Եվ ես նույնպես։ Եվ ամենևին այդ ծառայությունը չի կարող մարդու մեջ առաջացնել մի ընթացք եւ կամ ցանկություն կործանելու այն, ինչի մեջ դու ծառայում ես։ Եվ ոչ էլ դա հնարավոր անել հիմարաբար, դա երեխայություն չէ։ Մարդիկ մեծ ճանապարհ են անցել, իմաստություն են ձեռք բերել եւ այդ իրենց իմաստությամբ կառավարել են, այսօր իրենք ունեն անուն, անցած ճանապարհ, կյանքի ուղի եւ այս ամենը ասես դրված է զոհասեղանին եւ շատ-շատերը փորձում են իրենց ավելի վեհ դասելով իրենց տարիքից էլ ավել այդ մարդիկ ծառայել են եկեղեցում եւ իրենց տարիքից էլ ավելի ցածր լինելով փորձում են ուղղություն տալ եւ տարբեր մագդիրներով, մականոներով փորձում են ապացուցել, որ դուք սխալ եք, իսկ ես, որ եկեղեցի երբևէ չեմ գնացել, ես ավելի եմ մտածում եկեղեցու մասին։ Այդ ժամանակ ուր էիք, երբ որ ասում եք, աման եկեղեցիները փակեցին կորոնավիրուսի ժամանակ, մենք կկործանվենք։ Բացվեց եկեղեցիները, ուր էին այդ մարդիկ, ուր էին։ Հիմա ավելի շատ մարդիկ են գալիս եկեղեցի, շատ ավելի շատ։ Տեր հայր, հիմա այս եպիսկոպոսած ժողովը դրսում անցկացնելը ձեզ համար հասկանալի է, կամ ցանկությունը դրսում անցկացնելը ձեզ համար հասկանալի է, ինչ է դա նշանակում, եթե դա տեղի ունենա իհարկե։ Չգիտեմ, վաճառաբանությունը դուք եք տեսել, որ խնդիր կա իբրև թե խոչընդոտեն եւ այլն եւ այլն։ Ես այդ խնդիրը չեմ տեսնում։ Առ այսօր նախադեպը չի եղել, որ նման բարագայի ժողով Հայաստանից դուրս իրականացվեր անցկացվեր։ Միշտ օրինակ եմ բերում տարբեր Դվինի ժողով, Շահապիվանի, մյուսի, բայց դրանք Հայաստանի մեջ են տեղի ունեցել։ Հայաստանի մեջ։ Եվ կամ եթե չէ, բերում են առաջին քաշում Կահիրեի ժողովը, որ Վազգեն Ենջակահիշատակ առաջին հայրապետը անցկացրեց 56 կարծեմ թվականին, բայց այն ժամանակ լրիվ այլ էր խնդիրը։ Հոգևորականներ, ովքեր որ արտասահմանում են եւ չէին կարող պարզապես մուտք գործել խորհրդային միություն, որտեղ որ պայքարը գնում էր կապիտալիստական երկրների եւ այնտեղ համակիր եւ քաղաքացի այդ մարդկանց հետ։ Եվ սա էր պատճառը, որ ավելի հեշտ էր գնալ այնտեղ, քան թե մարդկանց բերել այստեղ։ Ըստ իս, չգիտեմ, անհասկանալի է ինձ համար։ Ամփոփում ենք զրույցը մի քանի հարցել։ Դուք հոգևոր ծառայություն եք իրականացրել նաև բանակում։ Այո։ Վերջի շրջանում թեման քննարկվել է այն առումով, որ Պաշտպանության նախարարի հրաման կա, ըստ որի այնտեղ ծառայություն իրականացնող հոգևորականներն ազատվում են ծառայությունից, բայց խոսքը վերաբերում է մայրաթորի կողմից նշանակված հոգևորականներին, այլ հոգևորականներ կարող են իրենց ծառայությունը արդեն սպայի կարգավիճակում իրականացնել։
Գուցե քաղաքական էլի երանգ է սրան տրվում։ Դուք հետևելով իրադարձությունների ինչ մեկնաբանություն ունեք եւ նաեւ դուք բանակում ծառայած հոգեվոր ծառայություն իրականացրած։ Ես շատ ափսոսում եմ, որ այդ ծառայությունը լուծարվեց, որովհետեւ դա կայացած ծառայություն էր։ Իրականում շատ եմ ափսոսում, որովհետեւ այդ հոգեվորականները, որ ծառայում են անձնուրաց կերպով, եւ զինվորի հագուստել են կրել, եւ զինվորի նման խրամատներում կռվել են, եւ նաեւ խաղաղ ժամանակ էլ սքեմը հակին քարոզություն են իրականացրել, շատ եմ ափսոսում, իրոք։ Ինքս լինելով ժամանակին գնդերից 2000 թվականներին, երբ ամենը նոր կազմավորվում էր, այդ ծառայությունը շատ եմ սիրել եւ անհրաժեշտություն է դա իրականության մեջ։ Թե ինչն է պատճառը չեմ կարող ասել, ուղղակի անկեղծ ցավում եմ, որ այդ ծառայությունը, այսինքն զինվորական առաջնորդությունը բանակում հայ եկեղեցու դադարեցվել է։ Թե ինչպես պիտի ծառայեն հետագայում սպայի կարգավիճակով, ինչ իրավունքներով, դա շատ մշուշապատ է եւ ես էլ չեմ կարող պատկերացնել, բայց իրոք անկեղծ չէի ցանկանա, որ այդ ծառայությունը լուծարվեր։ Պարզը վերջին հարցը Սուրբ Գեղարդի շուրջ աղմուկ բարձրացավ, որ որոշակի հատվածներ փոխվել եւ նվիրաբերվել են, չնայած մայրաթորից հայտնում են, որ ոչ, Գեղարդը ամբողջական է, շատ փոքրիկ փշրանքներ են նվիրաբերվել։ Այս մասով ես կուզեի ձեր մեկնաբանությունը լսել, ինչ է, եթե գիտեք իհարկե իրականությունը, ինչ է տեղի ունեցել եւ նաեւ օրենք է ընդունվել առաջին ընթերցմամբ, որ այսուհետ մայրաթորին պատկանող որևէ բան վաճառելու կամ նվիրաբերելու համար կառավարության հավանությունն է պետք որոշակի դեպքերում, ոչ ամբողջությամբ։ Դուք ինչ կասեք այս մասին։ Ցանկացած սրբազան մասունք մի եկեղեցուց մի այլ եկեղեցում փոխանցելը դա հին ավանդույթ է, որ իրագործվում է եւ առայսօր իրագործվել է եւ իրագործվում է առայսօր։ Մենք ականատեսն ենք եղել ինչպես Հռոմի Պապը Սուրբ Թադեոս Բարթեոմոս Առաքյալների մասունքը փոխանցեց մեր եկեղեցուն, Գրիգոր Լուսավորչի մասունքը փոխանցեց եւ այդպես փոխանակումը մնացյալ բոլոր ավանդական եկեղեցիների միջև սրբազան մասունքներ միշտ տեղի ունենում։ Հատուկ ծիսակարգով, հրապարակավ, հայտարարություններով, մեծ եւ գեղեցիկ արարողակարգերով, պատվով գեղեցիկ։ Բա Սուրբ Գեղարդի հետ Այս պարագային գիտեմ այնքան որքան որ գիտեք դուք եւ մամուլից։ Սկզբում մերժում էին այդ իրողությունը, հետո ասացին, որ տվել ենք մի կտոր, հետո կտորը դարձավ փշրանք, ես չգիտեմ չափսերը չեմ տեսել եւ չգիտեմ, եւ հետո ասեց, որ ինքը ամբողջականությունը չի խախտվել միայն կոթարի միջից, այսինքն այն հատվածը, որտեղ փայտը պետք է մտներ, այդտեղից մի փոքրիկ կտոր փոկվել եւ տրվել է որպես, բայց ինչու ոչ հրապարակավ։ Դուք այդտեղ եք տեսնում խնդիրը։ Իհարկե։ Խնդիրը չեմ տեսնում տալու մեջ։ Ինչու ոչ հրապարակավ։ Այսինքն թաքցնելու բան եք տեսնում այդտեղ։ Չգիտեմ։ Եթե նման միտում կար, Սիմոն Երևանցին չէ, Նոյան Տապանի մասունքը ընծայբերեց ռուսկայսրուհուն, բայց ոչ թաքուն կերպով։ Մարձանագրված ամեն ինչ տեղին։ Իսկ օրենքի մասով, որ եկեղեցապատկան սրբությունները առանց կառավարության համաձայնության որևէ կերպ չի կարող նվիրաբերվել կամ վաճառվել։ Դե այսպես թե այնպես որևիցե եկեղեցապատկան սրբություն երբևիցե չի վաճառվել։ Այդ գանձերը պատկանում են եկեղեցուն, ասել է թե նաև հայ ժողովրդին։ Ես կարծում եմ, որ տեսնում եք այդ օրենքի անհրաժեշտությունը։ Իմաստ չուներ, որովհետև այսպես թե այնպես երբևիցե նախադեպը չենք ունեցել վաճառվելու կամ օտարելու։ Իսկ այդ նվիրատվություն տալու իրավասությունը եկեղեցին ունի։ Ինքը կարող է նվիրաբերել այդ մասունքից որոշ մի հատված, եթե ունի, հա, ինչ որ մի եկեղեցուն, դա եկեղեցու իրավունքն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Զրուցակիցս Տեր Մավոն Քահանա Ղևոնդյանն էր, կհանդիպենք։